Ժողովուրդը գրում է. ԱԺ-ում 3 իրավիճակը կրկին լարվեց։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։ Դահլիճում ստեղծված խառնաշփոթի ֆոնին նիստը ստիպված ընդմիջվեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով իրավիճակը, չթաքցրեց իր դժգոհությունը, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։ Թերթի տեղեկություններով Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաև իր ապագայի հարցն է։ Թերթին ԿՊ-ից պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են։ Սրանք խորհրդարանում գործելու նրա վերջին ամիսներն են, մինչև նոր ընտրություններ։ Հրապարակը գրում է. Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում նոր սկանդալային միջոցառում է տեղի ունենալու, որը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Աղոթք նախաճաշ Christian Prayer Breakfast, որի գաղափարը վերցրել են ԱՄՆ ավանդույթներից։ Բնականաբար հայաստանյան իրականության մեջ այս գաղափարը խեղաթյուրվում է գոնե այն պատճառով, որ հոգևոր միջոցառումն անցկացվելու է Երևանի կենտրոնում, ազգային պատկերասրահում եւ Արմենիա Մարիոթ հյուրանոցում։ Իսկ դրանից քիչ հեռու Երևան կենտրոն ՔԿՀ-ում խղճի բանտարկյալներ են պահվում, այդ թվում եկեղեցու սպասավորներ։ Միջոցառմանը լինելու են հրավիրյալ մասնակիցներ, որոնց ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հրապարակը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակում է արել Գարիկ Մուրադյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Թերթին պատմել են, որ ժամանակին Արցախում կռված Մարտակերտի հրամանատարներից է Գարիկ Մուրադյանը, որը պարտությունը հող հանձնելը ծանր է տարել եւ Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու նախօրյակին իր վերադասին հայտարարել է. ինքը հող հանձնող չէ։ Իր վերադասին հավատացրել էր, որ ինքը տարածք հանձնող չի, սակայն Տավուշի հատվածում ադրբեջանցիներին հանձնված տարածքները հենց իր գնդի վերահսկողության տակ են եղել, ու արդյունքում բոլորը հլու հնազանդ ենթարկվել են հանձնելու հրամանին։ Ինչ վերաբերվում է Մուրադյանին, ապա թերթի տեղեկություններով հենց նա է համոզել պայմանագրայիններին, որ պետք է հանձնել հանուն խաղաղության։ Ցավալին այն է, որ սրա նմանին նշանակել են, որ վերին ոսկեպարը, Բերքաբերի հատվածը, Այգեհովիտի հատվածը, Կայարանի հատվածը, Տավուշի մարզում ինչքան տեղ կա սիրուն հանձնի։ Երևի մի երկու կոմպրոմատ էլ դրել են դիմացը, պաշտոն էլ տվել են, ասել են պիտի հանձնես, ասում է թերթի աղբյուրը։ Ժողովրդի տեղեկություններով մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ԱՄՆ այցից վերադառնալուց հետո շարժման մի խումբ անդամներ հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, հանդիպումը տեղի ունեցել փակ դռների հետևում, իսկ մամուլը ոչ հրավիրված էր, ոչ էլ տեղեկացված այդ մասին։ Հրապարակը գրում է. Պարզվում է Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը։ Թերթին պատմել են, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները։ Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել։ Ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։ Փաշինյանն արգելել է անել դա մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ԿՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը եւ այլևս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեվորականներին բարոյականության դասեր է տալիս։ Փաստը գրում է. Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ եւ Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց համար Հայաստանի Հանրապետության առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին նախագիծը։ Որոշման ընդունումը թույլ կտա Եվրամիության եւ ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի այցելել եւ գտնվել Հայաստանի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով յուրաքանչյուր 180 օրյա ժամանակահատվածում։